Գավառ համայնքի կոմունալ սպասարկման համակարգը համալրվեց ևս մեկ տեխնիկական միջոցով։ Վակուումային մեքենա փոշեկուլը մեկ միավորն է տեխնիկական այն 5 միջոցների, որոնք համայնքը ձեռք է բերել սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով, Հայաստանի Հանրապետության կառավարության, Համաշխարհային բանկի և համայնքների համաֆինանսավորմամբ։ Այս փոշեկուլը մասնավորապես կօգնի և կլրացնի կոմունալ սպասարկում և բարեկարգում համայնքային հիմնարկին, որպեսզի ձմռանը հատկապես շաղտված ավազը ավելի հեշտությամբ մաքրվի, աշնանը տերևները ավելի հեշտությամբ հեռացվեն փողոցներից։ Այս տեխնիկան ամբողջությամբ կօգտագործվի, որը ոչ միայն հեռացնելու է փոշին, ավլում է և նաև ջրցան դեր է կատարում։ Համայնքի խոշորացումից հետո կոմունալ սպասարկման ոլորտի տեխնիկական միջոցները բավարար չէին բնակավայրում մաքրման և ճանապարհների պահպանության համար։ Օժանդակ տեխնիկական միավորներ ներգրավելու համար համայնքի բյուջեից էին միջոցներ տրամադրվում։ Ձմռանը ճանապարհները մաքրելու համար մենք հայտարարում ենք մրցույթներ, այլ աշխատանքներ իրականացնելու համար կնքվում էին տարբեր պայմանագրեր և այդ ծառայությունները ձեռք էին բերվում մրցութային կարգով տարբեր կազմակերպությունների միջոցով։ Քաղաքային կոմունալ վակուումային մեքենա փոշեկուլի արժեքը 86 միլիոն դրամ է։ Ընդհանուր առմամբ 2023 թվականից սկսած Գավառ համայնքի ձեռք բերած 5 տեխնիկական միջոցների նախնական արժեքը կազմել է 224 միլիոն 500 հազար դրամ, որի 5%-ը ներդրել է համայնքը։ Այս համագործակցության արդյունքում բավականին մեծ բեռ թեթևացավ Գավառ համայնքում և արդյունքում և ձմռանը և տարվա մյուս եղանակներին մեր համայնքի բնակիչները տեսնում են այս տեխնիկաների դրական ազդեցությունը և բնականաբար կոմունալ սպասարկում և բարեկարգում համայնքային հիմնարկն էլ իր աշխատանքների արդյունավետությունն է տեսնում։ Գավառ համայնքը գործակից կողմերի աջակցությամբ արդեն ձեռք է բերել նաև բազմագործառույթ կոմունալ մեքենա, ավտոգրեյդեր, մինի ամբարձիչ և էքսկավատոր։ Համայնքի ղեկավարի առաջին տեղակալի հավաստմամբ տեխնիկական միջոցների համալրումը շարունակվելու է կոմունալ սպասարկումն առավել որակյալ և ամբողջական դարձնելու համար։ Անահիտ Կարեյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։